Հիմնական ընդդիմադիր ուժերը կարող են համախմբել, բայց չէ որ Արամ Զավենի Սարգսյանը եւ չգիտեմ էլ ինչ որ տենց իշխանությանը մտերիմ ուժեր իրանք առանձին կգնան ու Նիկոլը ցույց կտա որ տես կան ուրիշ օպոզիցիաներ, ասեմ ժողովուրդ իշխանության ունեցած այդ 35-40% զայնի սոցիոլոգիան ցույց է տալիս, որ այդ բոլոր ուժերի ձեները տեա Այսինքն Նիկոլը դրանց սաղի ձեները ինքը մենակով տանելու է, նրանք ոնց ուզում են մասնակցեն, բոլորը մնում են բարիերի տակ։ Այն դեպքում, եթե մեր ասած բանը դաշինքը ձևավորվում է։ Մեր ասած մեկ միասնական բևերը իր էմոցիայով, իր ձևով, իր հզորությամբ, իր ուժի ցուցադրությամբ ձևավորվում է։ Դա ավարտված է իշխանությունը։ Ուղղակի ավարտված։ Օրինակ հետարքիր բան կա Արամ Զավենի Սարգսյանը հարցերից է տալիս Ամեկ Պլյուսին, որտեղ նրան լրագրողն ասում է Էդմոն Մարուքյանն առաջարկում է մեկ միասնական ցուցակով ընդդիմությունը մասնակցի, ասում է այսինքն որ մասնակցի, բայց լավ ասում է մասնակցեն գան իշխանության, արդեն ինքը գիտի որ մասնակցեն գալու են իշխանության։ Ու ասում է բայց գան որ ինչ անեն, հասկանում ես, այսինքն արդեն բոլորին է ակնհայտ որ դա հաղթող ֆորմատ է։ Ինձ սկսում է գան որ էս սենց կանեն, նենց կանեն Հայաստանը կործանի, բան դե parza ինքը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Եվ այդտեղ մի հատ էլ ուժի բան կա, ասում է պետք է օրենքով արգելել նախընտրական դաշինքները։ Ջոգում ես ինչ ասում։ Օրենքով ընտրություններն արգելեք պրծնենք, էլի։ Օրենքով ընտրությունները, այսինքն ինչի է այս լոբինգը իրականացվում իր կողմից։ Օրենքով արգելենք նախընտրական դաշինք։